Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով։ Այս մասին ասված է Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանի Հայոց բանակի 34-րդ տարեդարձի արդիվ արված շնորհավորական ուղերձում, որում մասնավորապես ասվում է. «Մենք մեր հայրենիքի զինվորներն ենք եւ մեր պարտքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու Հայաստանի հզորացումը։ Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, այն օրը, երբ մենք պատվում ենք մեր հերոսներին եւ հայ ժողովրդի կամքն է շարունակել պայքարել, ապրելու անկախ, ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանում։ Քաջությունն ու պարտքի զգացումը մեր ազգային ինքնության մասն են։ Հայոց բանակը պետք է լինի ոչ միայն հզոր, այլև ժամանակակից տեխնոլոգիապես առավելագույնս մարտունակ։ Դա ոչ թե ցանկություն է, այլ պետության գոյության եւ ապագայի հարցը։ Հայաստանի անվտանգությունը մեր գլխավոր ազգային առաջնահերթությունն է։ Այդ անվտանգության վրա են խարսխված տնտեսությունը, դիվանագիտությունը, միջազգային կշիռը եւ մեր պետության կարողությունը հանդես գալու որպես սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ միջազգային հարաբերություններում։ Այնտեղ, որտեղ ուժ չկա, չկա հարգանք։ Այնտեղ, որտեղ պաշտպանություն չկա, չկա ապագա։ Հայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով։ Հայաստանի պետականությունը եւ զարգացումը անհնար են առանց ուժի, իսկ այդ ուժը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ ռազմավարական։ Մեր հերոսների քաջությունը ուղենիշ է ապագա սերունդների համար։ Նրանց օրինակը մեր պարտքն է կառուցելու ուժեղ, հարգված եւ հաղթական Հայաստան։ Ես միշտ եղել եմ Հայոց բանակի կողքին, կամ եւ կլինեմ, եւ մեր ընդհանուր խնդիրն է հասնել հաղթանակների, ոչ թե արդարացումների։ Փառք Հայոց բանակին, փառք նահատակված հերոսներին, փառք Հայաստանի Հանրապետությանը, ասված է Արման Վարդանյանի ուղերձում։